300,000 ադրբեջանցիների, իսկ մենք հասկանում ենք, որ 300,000 ադրբեջանցի բերելով մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենանք ամենակիչը 10,000 ադրբեջանցի ծառայողներ։ Սա Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի պատասխանն է Ռուսաստանի նախագահի կողմից իրեն սատարելու մասին հարցին, թե ինչ կապ ուներ 300,000 ադրբեջանցիների թեման Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից իրեն սատարելու հարցի հետ պարզ չէ։ Հետաքրքիր է, որ Կարապետյանի այս հայտարարությունները եթեր հեռարձակվեցին ռուսաստանահայ պրոպագանդիստ Արամ Գաբրելյանովի նույնաբովանդակ գրառումից ժամեր անց, իսկ տեղեկությունը Գաբրելյանովը ըստ իր իսկ խոստովանության ստացել էր ռուսական հատուկ ծառայություններից։ Սա Կարապետյանի կողմից միակ ուշագրավ հայտարարությունը չէր։ Նա խոսել է նաև արցախահայերի Ղարաբաղ վերադարձի մասին։ Առաջերտին մենք պետք է ապահովենք արցախահայության արժանապատիվ կյանքը Հայաստանում եւ ձևավորելով կառավարություն անելու ենք ամեն ինչ արցախահայության անվտանգ վերադարձը Արցախ։ Ինչպես է կազմակերպվելու այդ հարցը, արդյոք արցախցիները համաձայն են ադրբեջանական պայմաններով այնտեղ վերադառնալուն, Կարապետյանը չէր մանրամասնել։ Մինչդեռ քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը նման հայտարարությունները համարում է խորքային մանիպուլյացիա։ Բնականաբար բոլորս գիտենք, որ այսօր որևիցե մի ուժ արցախցիների անվտանգ վերադարձը չի կարող երաշխավորել։ Եվ սա շատ հստակ է, որովհետև այսօր աշխարհում տիրում են ամբողջությամբ այլ խաղի կանոններ, ամբողջությամբ այլ աշխարհաքաղաքական դրություն է, տարածաշրջանը խորքային կերպափոխումների մեջ է եւ անվտանգ վերադարձը որպես այդպիսին, ինչպես իրենք են նշում, տեսականորեն անգամ այս պահին ուղղակի անհնար է։ Ըստ նրա, այսպես փորձում են խաղալ արցախցիների էմոցիաների հետ ու դիվիդենտներ ստանալ։ Քաղաքագետ Էդգար Առաքելյանը վստահ է, նման հայտարարություններ անողները սպասարկում են օտարի շահերը մեր երկրում։ Սամվել Կարապետյանները եւ մյուսները, ովքեր տարածում են նման ադրբեջանական թեզեր, հանդիսանում են Ադրբեջանի քարոզչական կամավորները Հայաստանի հանրությունից։ Դա տեղի չունենալու ու այդ ամենը արտաքին քարոզչության արդյունք է ու այդ արտաքին քարոզչության գործիքները Հայաստանի Հանրապետությունում փորձում են դա փաթաթել Հայաստանի Հանրապետությունից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությունները որակեց էժան շահարկում։ Մարդիկ, որ այդ թեմայով խոսում են, բայց իրանք չեն հասկանում ինչի համար են խոսում եւ ինչ նպատակադրմամբ։ Օրինակ Կալուգացի օլիգարխը 100%-ով համոզված են, որ չի հասկանում ինքը ինչ է ասում եւ ինչի համար է ասում։ Իրեն հանձնարարում են, ինքը ասում է։ Ուրիշ որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսում։ Ինքը հարցերի փոխկապակցվածություններն էլ չի հասկանում։ Դա էժան քաղաքական շահարկում է եւ ես հստակ պատասխանեցի ձեր հարցին, որ մենք նման հարց երբեք չենք քննարկել, երբեք։ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքի ու Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանի հետընտրական կոալիցիա կազմելու մասին հարցին ի պատասխան Կարապետյանն ասել էր. իրենք գնում են բացարձակ հաղթանակի։ Իրենք աջակցելու են առաջի հաղթող ուժին։ Քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, դա նշանակում է, որ իրենց հայտարարությունը մեր մասին էր։ Արդյոք ընդդիմադիր մյուս բևեռները կիսում են այս տեսակետը։ Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ փոքր միավորները միավորվում են ամենից շատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժի շուրջ, բայց այս պահի դրությամբ, երբ ընտրություններին կա 1 ամսից էլ ավել ժամանակ, ֆիքսել, թե ով է ամենախոշոր ընդդիմադիր միավորը եւ ով է ամենաշատ ձայներ հավաքելու հունիսի 7-ին, կարծում եմ մի քիչ անշնորհակալ գործ է։ Բարգավաճ Հայաստանից այդպես էլ պատասխան չստացանք։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։